Ռուսաստանը շարունակում է ընդլայնել այն ապրանքատեսակների ցանկը, որոնք արգելված են ներմուծել Հայաստանից։ Ռոսելխոզնadzor պետական գերատեսչությունը որոշել է, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքը ևս սպառնում է ռուսաստանցիների առողջությանն ու կյանքին։ Կաթից արտադրված հայաստանյան բոլոր տեսակի ապրանքները հուլիսի 27-ից ռուսական շուկա չեն արտահանվելու։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, եւ ինչով են հիմնավորում այս որոշումը։ Հիշեցնեմ, մայիսից սկսած Ռոսպատրեբնadzor եւ Ռոսսելխոզնadzor ռուսաստանյան պետական գերատեսչությունները սահմանափակումներ էին հերթով կիրառում հայաստանյան տարբեր ապրանքների նկատմամբ, սկսեցին ջրից, հետո ալկոհոլային արտադրանք, խմիչք, բանջարեղեն, միրգ, ծաղիկ, ձուկ եւ միանգամայն սպասելի էր նաեւ այն, որ այս սահմանափակումները կտարածվեն նաեւ կաթնամթերքի վրա։ Այսօր Ռոսսելխոզնadzor գերատեսչությունը պարզաբանում է տարածել եւ այդ տեքստում որոշ այսպես ուշագրավ հանգամանքներ կան, որոնց ես կցանկանամ անդրադառնալ։ Առաջինը, գերատեսչությունը ընդգծում է, որ հուլիսի 14-ից 21-ը Հայաստանում անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել էին նույն այն խախտումները, որոնք հայտնաբերվել էին 2023 եւ 24 թվականին անցկացված ստուգումների ընթացքում։ Այն է վարակված անասունների կաթի օգտագործումը։ Այստեղ կարծում եմ տեղին հարց է առաջանում։ Եթե 2023 ու 24 թվականներին ահա այդպիսի ճչացող խախտումներ էին հայտնաբերվել, ինչու այդ ժամանակ չի կիրառվել նույն այս սահմանափակումը եւ չի արգելվել հայաստանյան կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Պատասխանը ես չեմ տա։ Եվ երկրորդ ուշագրավ հանգամանքը, որպես լրջագույն խախտում հիշատակվում է այն, որ այդ ապրանքատեսակների արտադրման ընթացքում օգտագործվել է երրորդ երկրներից ստացված հումքը։ Հետաքրքիր է, ինչու է այդքան սկզբունքային այդ հարցը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մինչև վերջերս ոչ միայն դեմ չէր երրորդ երկրներից ներմուծվող հումքին, այլ նաև խրախուսվում էր երրորդ երկրներից հումքի ներմուծումը Հայաստանի տարածքով։ Ռուսաստանը խրախուսում էր ահա այդպիսի լոգիստիկան։ Հայաստանը դարձել էր յուրահատուկ հաբ որոշ արգելված ապրանքատեսակների եւ հումքի ներմուծման համար Ռուսաստան։ Հայաստանով էր Ռուսաստան հասնում էլեկտրոնիկան, կենցաղային տեխնիկան, չիպերը, իսկ հիմա ցանկացած տեսակի հումքի ներկրումը Ռուսաստանը բացասական երևույթ է որակում։ Ավելին, հակառակ պրոցեսին էլ Ռուսաստանը դեմ չէր, երբ Հայաստանի միջոցով տարբեր այլ երկրների շուկաներ էր հասնում ռուսաստանյան ադամանդն ու ոսկին։ Դա այդ ժամանակ բխում էր Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանը ամենևին էլ դեմ չէ, երբ ռուսաստանյան գազը Ադրբեջանի տարածքով հասնում է արևմտյան երկրների շուկա։ Դա բխում է Ռուսաստանի շահերից։ Իսկ այն, որ միգուցե ինչ որ ապրանքատեսակների արտադրման ընթացքում օգտագործվել է երրորդ երկրներից բերված հումք, դա սպառնում է Ռուսաստանի քաղաքացիների առողջությանն ու շահերին, եթե իհարկե դա կապված է Հայաստանի հետ։ Իսկ ինչպես են մեկնաբանում Հայաստանի պետական մարմինները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսօր պարզաբանում է տարածել, առաջարկում եմ ծանոթանանք տեքստին։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակներում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից եւ ոչնչացվում։ Ռուսաստանի Դաշնության անասնապուծության եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Ռոսսելխոզնadzorի եւ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից սույն թվականի հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները թեև ռուսական կողմը դեռևս չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ
ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Ըստ ներկայացված փաստաթղթերի արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում եւ եղել է անվտանգ։ Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին։ Այստեղ ես ուզում եմ ուշադրությունը դարձնել հատուկ այն հանգամանքի վրա, որ Հայաստանի պատկան մարմինները պաշտոնապես նախապես տեղեկացված էլ չեն եղել Ռոսսելխոզնadzորի այս սպասվող որոշման մասին։ Եվ այս ամենը իհարկե շատ ավելի նման է պատժամիջոցի, քան առողջության համար մտահոգության դրսևորման։ Այդ դեպքում ինչ կարող է անել Հայաստանը ստեղծված պայմաններում։ Դե մայիսից բանակցություններ վարվում են այս թեմայի վերաբերյալ, սակայն որևէ դրական արդյունք չեն տալիս, կարծում եմ հակառակը բացասական պրոցեսների ականատեսնենք։ Հայաստանը ստեղծված իրավիճակում իրավունք ունի բողոքարկելու ռուսական կողմի քայլերը ԵԱՏՄ իրավական գործիքները օգտագործելով։ Ընդունված ընթացակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարգը արգելում է կիրառել արհեստական արգելքներ ապրանքների տեղաշարժի եւ դա հաշվի առնելով էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի արդեն դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով պահանջելով վերացնել այդ արգելքները եւ 60 օրվա ընթացքում տնտեսական հանձնաժողովի կոլեգիան պետք է քննարկի այս հարցը եւ որոշում կայացնի։ Կարծում եմ մեծ հույսեր ունենալ այս ատյանի որոշումների հետ չարժի, որովհետև դե նախ այդ ատյանում կարևորագույն դերը կատարում է Ռուսաստանը եւ կազմակերպության անդամ է նաեւ Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցները, որոնք որոշակի կախում ունեն Ռուսաստանից։ Բացի այդ, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ կոլեգիան կհամաձայնվի Հայաստանի փաստարկների հետ եւ իսկապես անօրինական կորակի Ռուսաստանի այդ արգելքները, չկա որևէ մեխանիզմ պարտավորեցնելու Ռուսաստանին այդ որոշումը կատարելու։ Այսինքն ըստ էության փակուղի է տանում։ Եթե Ռուսաստանը չկատարի այդ ատյանի որոշումը, դրանից հետո միայն Հայաստանը կարող է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան։ Այստեղ արդեն 90 օրվա ընթացքում դատարանը պետք է քննարկի գործը եւ կրկին նույն այդ հիշատակած հանգամանքները դժվար է սպասել, որ օբյեկտիվ որոշում կկայացվի հաշվի առնելով հայտնի քաղաքական հանգամանքները։ Տեսականորեն կարող ենք պատկերացնել, որ Հայաստանը կարող է բողոքարկել նաեւ առևտրի համաշխարհային կազմակերպությունում։ Ռուսաստանը դեռևս համարվում է այդ կազմակերպության անդամ եւ զուտ ֆորմալ պարտավոր է կատարել կազմակերպության որոշումները։ Սակայն նման հարցեր այդ կազմակերպությունում քննարկվում են տարիներ շարունակ, եղել են դեպքեր, երբ 3 տարուց ավել է քննարկվել նման հարցը։ Այսինքն պարզ է, որ մենք դրա ոչ ժամանակը ունենք, ոչ էլ կարծում եմ իմաստն ենք տեսնում։ Այսինքն իրականում խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով եւ ի վերջո պետք է կայացվեն քաղաքական եւ դիվանագիտական, այլ ոչ թե իրավական որոշումներ։ Արտեմ, իսկ կարող է Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ հայելային միջոցներ կիրառել։ Հայ տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ դա դեստրուկտիվ կլինի, քանի որ Հայաստանի տնտեսության վրա այդպիսի քայլերը շատ ավելի բացասական հետևանք կունենան, իսկ Ռուսաստանի տնտեսությունը հազիվ թե նկատի իր վրա նման քայլերի հետևանքը։ Շնորհակալություն, Արտեմ։